բարեկամներ, մեր այսօրվա զրույցը ուզում եմ սկսել շնորհակալական խոսքով, բանն այն է, որ մեր նախորդ թողարկումներին վերաբերող շատ հարցեր եղան, որոնք արձագանք գտան մեր հեռուստադիտողների կողմից, նկատվում է հետաքրքրություն, նկատվում է խոր մտահոգություն այն խնդիրների վերաբերմամբ, որոնք Հայաստանում լուծված չեն, եւ մտավորական մեր գործակցությունը հենց դրան պիտի տանի, որ մենք միասին կարողանանք գտնել շատ կարևոր հարցերի պատասխաններ։ Մենք անդրադարձանք միջազգային հարաբերություններին, հայ քաղաքական կյանքին, եւ այդ անդրադարձները կարևոր էին այնքանով, որ ցույց տվեցին մեկ չլուծված հարց, որը մեզ համար անչափ կարևոր է, շատ էական։ Ինչու մենք մի պայմանագրից հետո Հայաստանը դուրս էր գալիս ծանր կորուստներով։ Ինչու անգամ հաղթանակներից հետո, սարդարապատից հետո, բաշխ ապարանից հետո մեկ էլ հանկարծ կրկին միջազգային հանրության առջև կանգնեց մեր երկիրը իբրև թուլացած մի հայրենիք։ Պատճառը մեկն է, սիրելի բարեկամներ, մենք քիչ ուշադրություն ենք դարձրել ինքներս մեզ։ Մենք գնացել ենք արևելք, բոլորովին չմտածելով այն մասին, թե մենք ինչ ենք մեզնից ներկայացնում։ Մենք մեր հայացքը հառել ենք արևմուտքին, կրկին չմտածելով մենք ինչ հնարավորություններ ունենք, մենք ով ենք աշխարհի մեծերի կողքին։ 1917 թվականին հայ քաղաքական գործիչներից մեկը նույնիսկ հանդես եկավ առաջարկով դիմել Ճապոնիայի կայսրին, որպեսզի նա զորքով գա ու փրկի Հայաստանը։ Դուք կարող եք ասել զավեշտալի դրվագ է, այո, համաձայն եմ ձեզ հետ, բայց շատ բնորոշ մեր կուսակցական գործիչներին եւ մեր քաղաքական դեմքերին։ Իսկ կհարցնեք, չկա մի դեմք, չկա մի գործիչ, որ հասկացած լինի, թե որն է պատճառը։ Ինչու ամեն անգամ, նույնիսկ հաջողություններից հետո մենք անընդհատ ավարտում ենք մեր պայքարը կորուստներով, եւ ամեն մի պայմանագիր ավարտվում է տարածքային ծանր կորուստներով, անգամ սարդարապատից հետո, բաշխապարանից հետո եւ այլն։ Կամ ինչպես Հովհաննես Թումանյանն էր ասում, միշտ մի աղետ, մի վնաս գալիս է մեզ անպակաս։ Մենք մոտ ենք այդ հարցի պատասխանին, սիրելի բարեկամներ, եւ ես պիտի ձեզ ներկայացնեմ մի սուրբ անուն, Գարեգին Սրբանցյանց, Խրիմյան հայրիկի աշակերտն է, մի զարմանալի մեծություն, մի փառահեղ դեմք, անձնուրաց հոգևորական ու գրող, որը գտավ այդ կարևոր հարցի պատասխանը։ Նա վեհապարի հանձնարարությամբ իր ուսուցչի նախաձեռնությամբ շրջել է գավառից գավառ, անցել է գյուղից գյուղ, մուշը, տարոնը, սասունը, բոլոր շներով անցել է եւ գրել է տեղագրությունը, գրել է, թե ինչպես է ապրում հայը իր հայրենիքում եւ գտել է այդ կարևոր հարցի պատասխանը։ Ասում է Հայաստանի խնդիրը հայկական գավառներում էր վճռվում, իսկ մենք Բեռլինից կակնկալեինք այն։ Սա է Գարեգին Սրբանցյանցի այդ գաղափարը, որ այսօր մեզ պիտի օգնի։ Այսօր սիրելի բարեկամներ, հայոց խնդիրը Հայաստանում է վճռվում եւ ես կարծում եմ, որ պետք է մենք մեր ամբողջ ուշադրությունը դարձնենք հենց մեր երկրին, ուժեղացնենք հայրենիք այստեղ։ Սրբանցյացը ասում էր, եթե մեր կարևոր մարդիկ դեռ 15-րդ դարում իրենց հայացքը հառեին Սասունին, Վանին, Մուշին, այս աղետը տեղի չէր ունենա։ Չէ որ ապրելու հնար չունենալով մեր երիտասարդները արտագաղթում էին Սասունից, Վանից, Մուշից, գնում էին Պոլիս, իսկ թե ինչ էր կատարվում Պոլսում, Գրիգոր Զահրապը շատ ճշգրիտ ու ռեալիստական պատկերներով նկարագրել է այդ աղետը։ Կորչում էին հայերը, քայքայվում էին ընտանիքները, երկիրը թուլանում էր։ Ուրեմն հիշենք կրկին Գարեգին Սրբանցյանց այդ մեծ խոսքը, որ ասաց մեզ համար ու մեր արդիականության համար, հայոց խնդիրը Հայաստանի մեջն է վճռվում։ Դուք մի նայեք, թե ինչ հարցեր են քննարկվում Բեռլինում եւ այլ երկրներում։ Ուժեղացրեք Հայաստանը,
թող մեր հայ մշակը, հայ գյուղացին իր հայրենիքում լավ ապրի եւ դուք կտեսնեք, թե արտաքին հարաբերություններում ինչքան հաջողություններ կարող ենք ունենալ։ Այո, ուժեղացրեք Հայաստանը, շենացրեք Հայաստանը, թող մեր երկիրը դառնա ծաղկուն երկիր, երկիր, որտեղ լավն ու բարին գնահատվեն, տաղանդավոր մարդիկ դառնան դրության տերը, ճանապարհ բացվի մեր նոր ու սքանչելի ծիրերի, մեր երիտասարդների համար, մեր ջահելները իրենց հայացքը չուղղեն արևմտյան երկրներին, չմտածեն Հայաստանից հեռանալու մասին, այլ այստեղ իրենց պահանջարկը լինի, իրենք աշխատեն իրենց երկրում ու շենացնեն մեր սրբազան հայրենիքը։ Սա մեր հաղորդաշարի գաղափարախոսությունն է եւ ես վստահ եմ, անկեղծորեն հավատում եմ, որ շատ բարեկամներ ունեմ ձեր մեջ, սիրելի ընկերներ, ովքեր հենց այդպես էլ դատում են։ Ու քանի որ մենք խորին հարգանքով ենք վերաբերվում մեր անցյալին, ուզում եմ ձեզ ներկայացնել մի գիրք, որը լույս է տեսել 1972 թվականին։ Գիրքը հայկական, սովետական, սոցիալիստական հանրապետության կերպարվեստը այդ վերնագիրն է կրում եւ նվիրված է խորհրդային իշխանության հաստատման 50-ամյակին։ Լույս է տեսել, կրկնում եմ, 70-ական թվականների սկզբին 1972-ին։ Երբ ես ձեռքս առա այս պատկերագիրքը, որտեղ ներկայացվում է հայ կերպարվեստը այն 50 տարիներին, որոնք նշված են այս գրքում, այսինքն 20 թվից սկսած մինչև 1970 թվականը, ես հանկարծ պարզ տեսա, ինչպես է երկիրը հզորանում։ Այո, դուք իրավացի եք, մշակույթով։ Խորհրդային Հայաստանի բոլոր ղեկավարները առաջնահերթ ուշադրություն էին դարձնում մշակույթին եւ մեկ էլ հանկարծ մեր տնտեսությունը ծաղկեց, իրար հետևից գործարաններ ծնվեցին, աշխատատեղեր բացվեցին, 70-80-ական թվականներին Հայաստանը աշխարհում երևացող երկիր էր եւ թող ոչ ոք չասի, թե մենք անկախ չենք եղել, մենք ստեղծել ենք ուժեղ երկիր, իր մշակույթով, իր սպորտով, իր երաժշտությամբ, Ճապոնիայում ոտքի էին կանգնում Արամ Խաչատրյանին տեսնելու համար, նրա երաժշտությունը հնչում էր օդանավակայաններում, բոլոր ասպարեզներում մենք նշանավոր դեմքեր տվեցինք, ինչի շնորհիվ, մեր մշակույթի շնորհիվ։ Հետաքրքիր է, ովքեր են ներկայացված այս պատկերագրքում։ Ես հիմա ձեզ ներկայացնեմ այդ անունները, որոնց նկարները, քանդակները, իբրև մեր արվեստի շքեղ դրսևորումներ ներկայացված են այս գրքի մեջ։ Մարտիրոս Սարյան եւ Հակոբ Կոջոյան, խոշոր դեմքեր մեր մշակույթի։ Արա Սարգսյան եւ Եղիշե Թադևոսյան։ Մերկուրովը, մեր արվեստի մեծագույն դեմքերից մեկը։ Եվ ապա Մարտիրոս Սարյան կրկին, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու դիմանկարով։ Հաջորդը Մարտիրոս Սարյան, Վարհամ Փափազյանի դիմանկարը, Փափազյանը աշխարհահռչակ արտիստ, ամբողջ աշխարհով շրջած եւ աշխարհում սիրված արվեստագետ։ Եվ Հակոբ Կոջոյան, Կոջոյանը նկարազարդել է Ստեփան Զորյանի Հազարան բլբուլ հեքիաթը։ Այս ամենը արդեն մշակութային կյանքն է ներկայացնում։ Հաջորդը Եղիշե Թադևոսյան, Շիրվանզադեի դիմանկարը, Երվանդ Քոչար, Սասունցի Դավիթ։ Այն ինչ որ ես թվարկում եմ, սիրելի բարեկամներ, համաշխարհային արժեք ունեցող երևույթներ են։ Հայ արվեստագետները դուրս էին եկել միջազգային ասպարեզ, անունները, որ ես տալիս եմ, համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ են, ահա թե ինչի էր հասել խորհրդային Հայաստանը արվեստի ոլորտում ընդամենը 50 տարվա ընթացքում։ Շարունակենք։ Մեհեր Աբեղյան, Էդվարդ Իսաբեկյան, Ղուկաս Չուբար, Անընկճելին։ Տեսեք ինչ բացառիկ քանդակի հետ մենք գործ ունենք։ Կամքը, ուժը, համառությունը հայ մարդու մեջ, հայ աղջկա մեջ, որ Չուբարը վարպետորեն ներկայացել իր քանդակում։ Գյորգի Նալբանդյան, Ավետիք Իսահակյան,
Տեսեք, ծաղկուն անուններ, շքեղ դեմքեր, որ ներկայացված են պատկերագրքում։ Գրիգոր Խանջյան, Պարույր Սևակի անլարելի զանգակատուն պոեմի նկարազարդումները, սա իսկապես երևույթ էր հայ մշակութային կյանքում եւ կարող եմ ասել նաեւ համաշխարհային, որտեղ ամբողջ աշխարհը ճանաչում էր մեր նշանավոր դեմքերին։ Բավական է ասել, որ 56 թվականին դեռևս Պարույր Սևակի անունը հնչում էր ամբողջ աշխարհում։ Եվ երբ հունգարական ապստամբությունը տեղի ունեցավ, ապստամբները, ազատասեր հունգարացիները փողոց էին դուրս եկել, նույնիսկ հաշվել են 7 ցուցապաստառով, 7-ի վրա էլ Պարույր Սևակի ազատատենչ բանաստեղծություններն էին ներկայացված։ Ահա թե ինչի արվեստ ենք մենք ունեցել։ Սարգիս Բաղդասարյան, մենք, մեր սարերը, սքանչելի արվեստի չքնաղ մի գործ։ Սարգիս Մուրադյան, տնկիներ, դուք տեսեք, թե ինչ վարպետությամբ է Սարգիս Մուրադյանը ներկայացրել երիտասարդ աղջկա, գրեթե պատանու մեջ կամքը, անընկճելի զորությունը, սա Հայաստանի խորհրդանիշն է, և Հարությունյանի Վահագն վիշապաքաղ քանդակը, որը բացառիկ երևույթ է մեր մշակութային կյանքում։ Ես այս մեծ ծավալուն գրքից ձեզ ներկայացրեցի ընդամենը մի քանի անուն, եւ դուք պարզ տեսնում եք, ծաղկել է հայ մշակույթը, աշխարհում երևացել է հայ ժողովուրդը, եւ ահա թե ինչու, եւ ահա թե ինչպես մենք մեծ հեղինակություն, սեր ու հարգանք ենք վայելում ողջ աշխարհում։ Մեր հաղորդաշարին հետևողները արդեն գիտեն, որ առիթը բաց չենք թողնում ներկայացնելու լավագույն գրքերը, որ առաջարկում ենք ընթերցել։ Այսօր էլ առիթից պիտի օգտվեմ եւ ձեզ ներկայացնեմ շատ կարեւոր մի գիրք ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի Սովետահայ գրականության պատմություն գիրքը, որը դասագիրք է բուհերի ուսանողների համար, բայց մի սքանչելի բանաստեղծական հատոր նվիրված հայ գրականությանը։ Հրանտ Թամրազյանի ծննդյան 100-ամյակն է եւ մենք մշտապես պիտի ձեզ ներկայացնենք գրականագետի վաստակը, հորդորենք կարդալ նաեւ գրականագիտական գրքեր, որտեղ մի անգամ արդեն ասել եմ, կրկնեմ, գրականագիտությունը ամենակարճ ճանապարհն է, որ տանում է դեպի երջանկություն։ Ինչու՞, որովհետեւ գրականագետները տարօրինակ մարդիկ են։ Գրականագետները զարմանալի մարդիկ են։ Գիտեք ովքեր են մեր ընկերները։ Հովհաննես Թումանյանն ու Աքսել Բակունցը, Գրիգոր Զոհրաբը, Նարեկացին, Սերվանտեսը, Ֆյոդոր Դոստոևսկին եւ բոլոր աշխարհի գրողները, գրականագետի աշխարհում նրանց հետ ենք մենք միասին։ Նրանք մեր ընկերներն են եւ մենք էլ առաջարկում ենք ձեզ ահա այդ ճանապարհը։ Հրաշք է գրականագիտությունը։ Անհնար է իսկապես լավ զգալ, եթե դուք գրականագիտական գրքեր չեք կարդում։ Ես ընթերցում էի այն գիրքը, որը ձեզ ներկայացրեցի, այդ գիրքը ես շատ անգամ եմ կարդացել։ Ի վերջո դասագիրք է եւ ուսանող տարիներին եւ դրանից հետո հիմա էլ կարդում եմ, այնքան կարոտում եմ։ Եվ վերջերս թերթում եմ ու կարդում եմ մի հատված ու հայացքս սևեռվեց, ոգևորվեցի Թամրազյանի ոճից։ Տեսեք ինչ է գրում։ Պատերազմական շրջանի քննարկության մեջ պոեզիան գնում էր դեպի առավել զուլալության, անհատական դրսևորման, ծնվում էր ժողովրդական պայքարի ու աղետների բովում եւ չէր էլ կարող բնականաբար ընդունել ամեն տեսակ սեթևեթանք ու պերճաբանություն։ Բանաստեղծությունը գնում էր դեպի երգը, մեղեդին, գտնում հոգիների ճանապարհը, ինչ գեղեցիկ է գրում։ Գեգամ Սարյանի բանաստեղծությունը այսքանը գրում է, որ անդրադառնա մեր դասական գրող Գեգամ Սարյանին։ Ափսոս, շատ ափսոս, որ մեծ վաստակ ունեցող Գեգամ Սարյանը այսօր չի հնչում։ Մարդիկ գրեթե մոռացել են, բայց ինքը շատ արժանավոր մեկն է, իսկապես հայ դասական պոեզիայի բարձր ներկայացուցիչ։ Ահա թե ինչու մեր հաղորդաշարի պարտքն է արժանին մատուցել։ Եվ այսպես Գեգամ Սարյանի բանաստեղծությանը գրում է Թամրազյանը, բնորոշ է հենց այդ հատկանիշը։ Նա զերծ է պերճաբանությունից, պատճուճանքներից, զարդանանքներ չունի,
պարզ ու գեղեցիկ ոճով։ Պատերազմի տարիներին, գրում է Թամրազյանը, ողջ ժողովուրդը երգում էր Գեգամ Սարյանի Մարտիկի երգը, որը հետո հեղինակը վերանվանեց Կարոտ։ Դա այն հասարակ կչակերտների մեջ բանաստեղծություններից է, որոնք համակ զգացմունք են զերծ ամեն տեսակ ձևական ու տեխնիկական էֆեկտներից։ Հիշեք այս տողերը, թրջեի մտքով տուն, ուր իմ մայրն է արթուն, սպասում իր որդուն անհանգիստ ու անքուն, տեսնեի այն առուն, որ ամեն մի գարուն ջրերով զարդարուն կարկաչում է սարերում։ Այսքանից հետո բնականաբար բոլորս ուզում ենք լսենք այդ հրաշալի երգը։ Մեր նշանավոր կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի երգը այդ պատերազմի տարիների եւ պատերազմից հետո լայն ժողովրդականություն ունենալ, մեծ հուզմունքով էինք մենք լսում, բանավանդ Ավագ Պետրոսյանի կատարմամբ։ Չանգնեմ ես մարատում, ախ իմ մայր թանկագին, տունը գակալ ես կարգին, կսպապեմ կողագին, համբյուրով սարտագին, կսեղմեմ թեզիմ գարցքին։ Ուղիղ 200 տարի առաջ 1826 թվականին հենց այս օգոստոս ամսին Նիկոլայ առաջին ցարը հատուկ կարգադրություն ուղարկեց Ռուսաստանի մեծագույն գրողին բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինին եւ առաջարկեց ներկայանալ պալատ։ Հասկանալի է, որ թագավորի առաջարկը դա հրաման էր, ընդ որում բոլորը շատ վատ կանխազգացում ունեին, որովհետև ընդամենը ամիսներ առաջ, դեկտեմբերի 14-ին, Սենատի հրապարակում հավաքված էին Պուշկինի ընկերները, դեկաբրիստները, որոնք մեկ նպատակ ունեին հեղաշրջել քաղաքական համակարգը Ռուսաստանի եւ վայր նետել գահից թագավորին։ Սիրելի բարեկամներ, սա էր այն ծանր հոգեվիճակը, որի մեջ ընկավ Պուշկինը։ Նա շատ լավ հասկանում էր, թե ուր է ինքը գնում, բայց չգնալ էլ չէր կարող։ Իսկ Նիկոլայ առաջին նաև նշել էր կոնկրետ օրը, երբ նա պետք է ներկայանա իրեն, օգոստոսի 28։ Հասկանալի է, որ Պուշկինը պատրաստեց ճանապարհորդության, գնում էր շատ ծանր կանխազգություններով, շատ բան ցույց չէր տալիս, բայց վիճակը բավականին ծանր էր։ Ինչ է սպասվում այդ հանդիպման ժամանակ։ Հենց օգոստոսի 28-ին Նիկոլայ առաջինը ընդունեց Պուշկինին եւ նրանց հանդիպում բնականաբար քաղաքավարական բոլոր նորմերը պահելով տեղի ունեցավ։ Թագավորը հետաքրքրվեց Պուշկինը ինչ է գրում, ինչպես է ապրում, այդ բոլոր հարցերին Պուշկինը համապատասխան պատասխաններ տվել է եւ անմիջապես առանց երկար բարակ ձգձգելու Նիկոլայ առաջինը հարցրեց. Ասացեք Ալեքսանդր Պուշկին, որտեղ դուք կլինեիք դեկտեմբերի 14-ին, եթե լինեիք մայրաքաղաքում։ Հարցը շատ կտրուկ էր։ Պուշկինը ձգեց իրանը, իրեն վայել արժանապատվությամբ պատասխանեց. ես կլինեի հրապարակում իմ դեկաբրիստ ընկերների կողքին։ Պատասխանը ցնցող էր, դա նման էր մահվան վճռի, որ ինքը բանաստեղծը իր համար ասեց, թե արդեն որոշել էր։ Բայց Նիկոլայ առաջինը որոշել էր ուրիշ կերպ վարվել Պուշկինի հետ։ Նա ընդգծեց, որ դուք չարություն շատ եք արել Պուշկին, ասել է Նիկոլայ առաջինը։ Եվ ես ուզեմ, որ դուք զբաղվեք գրականությամբ։ Պուշկինը պատասխանեց, որ
ինքը գրականությամբ զբաղվում է, բայց շատ հաճախ գրաքննությունը խանգարում է իրեն։ Եվ Նիկոլայ առաջինը դարակազմիկ առաջարկություն արեց։ Ես ձեզ կազատեմ, ասաց Նիկոլայ առաջինը, կազատեմ գրականության չարչարանքներից եւ այսուհետեւ ես կլինեմ ձեր անձնական գրաքննիչը։ Սիրելի բարեկամներ, ահա այսպիսի ավարտ է ունեցել այս զարմանալի հանդիպումը մեծագույն պոետի Ալեքսանդր Պուշկինի եւ դաժան ինքնակալի Նիկոլայ առաջին ցարի։ Այս պատմությունը խորհուրդ ունի։ Ահա ինչու ես այն ներկայացրի ձեզ։ Խորհուրդը հետևյալն է. ամեն պահի դուք ձեր արժանապատվությունը բարձր դրեք։ Բարձր արժանապատվությունը, սիրելի բարեկամներ, հարգանք է առաջացնում դիմացինի մեջ, ով էլ որ նա լինի։ Դա վերաբերում է բանաստեղծի եւ թագավորի հարաբերություններին, դա վերաբերում է միջազգային հարաբերություններին, որտեղ հավաքվում են աշխարհի մեծերը, որոնք ինչն են գնահատում յուրաքանչյուր անձի մեջ նախ եւ առաջ արժանապատվությունը։ Հարգանքով վերաբերվեք ստեղծագործողների, առհասարակ արվեստի մարդկանց նկատմամբ։ Նրանք սիրտ ունեն, որտեղ Աստված է ապրում։ Վերջերս իմ բարեկամ Խաչիկ Մարտիրոսյանը այցելել է մեր ստեղծագործական կազմակերպություններից մեկի նախագահին եւ վիրավորված դուրս եկել։ Խնդրել էր կարծիք հայտնել իր գրքերի մասին, որ ներկայացրել էր, արժանացել է կոպիտ վերաբերմունքի եւ այդ վերաբերմունքը վերջի նման մինչ այսօր չի անցնում իմ բարեկամի սրտից։ Իսկ իրականում Խաչիկ Մարտիրոսյանը, որ երկար տարիներ աշխատել է Նայիրիտում, մեծ վաստակ ունեցող մարդ, բարի մարդ, ստեղծագործում է առանց որևէ պահանջ ունենալու։ Մրցանակ չի պահանջում, չի ուզում երևալ, ուղղակի բարի մարդ է, բայց այդ բարի մարդը բավականին վաստակ ունի, գնահատված մարդ է։ Իր մասին սքանչելի հոդված է գրել եւ տպագրվել Հայաստանի Հանրապետություն թերթում։ Ահա թե ինչ է գրում թերթը, Վարուժան Պլուզյանն է հեղինակը։ Առանց Խաչիկ Մարտիրոսյանի Նայիրիտի երբեմնի արտադրանքը գուցե թերի մնար, բարձրահարկ շենքերի վերելակները ավելի հաճախ խափանվեին, կամ ասենք դրամատիկական թատրոնի լույսերի գունախաղը այդպես չտպավորեր, էլեկտրասնացում կարգավորող, բայց դաժան 90-ականներին գիշերը չեկած, սրտից ստիպված անկողին մտնող, վերմակի տակ կուչ եկած աղոթող, խավարից փախած, գեղեցիկ Աստծուց խնդրող Խաչիկին։ Շարունակեմ, մեծ հոդված է, գրված սիրով, իմացումով, արժանի այս բարի մարդու բարի սրտին։ Համայնքական գրողների միությունում ծանոթացանք Խաչիկ Մարտիրոսյանի բանաստեղծություններին, ահա ձեզ ենք ներկայացնում ծերի բարեկամների իր գրքերը։ Ես այն կարծիքին եմ, որ մենք պիտի բոլոր ստեղծագործողների հանդեպ հոգատար վերաբերմունք ունենանք։ Առավել ես, որ Խաչիկ Մարտիրոսյանը իսկապես շնորհք ունի, մի փոքրիկ հատված իր բանաստեղծություններից, հիմնականում մանուկների համար գրված գործեր են։ Պետք է իմանալ, գազան, սողուն, միջատներ ինչի համար են եղել։ Պապիկ, ասա իմանամ, ամոթ է որ չիմանամ։ Դու իմ փոքրիկ հարցասեր, ամենքն ունեն իրենց դեր, սանիտարն են աշխարհի, բնությանը պիտանի։ Ահա սիրելի բարեկամներ, մի քանի հատված Խաչիկ Մարտիրոսյանի ստեղծագործություններից ես այս ակնարկով ուզում եմ իմ հարգանք արտահայտել սիրելի բարեկամ քեզ, հարգելի Խաչիկ։ Ամեն հանդիպում այս մարդու հետ վերածվում է իսկական տոնի, սիրտը համակ բարություն, բոլորի մասին, ամենի մասին լավ արտահայտվող, բարի, հայրենասեր, նվիրյալ, երևի դուք արդեն հասկացաք, որ վերելակների մասնագետ է Խաչիկ Մարտիրոսյանը եւ 40 եւ ավելի տարիներ աշխատել է Նայիրիտում, մեծ վաստակ ունի, հարգված անձնավորություն է, իր բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր, գնահատվել է,
ուղղակի չի ցանկանում, չի ուզում, ու մենք էլ չենք ուզում, որ որևէ մեկը Հայաստանում վիրավորանք կրի։ Ահա ինչու այս փոքրիկ զրույցը ցես հետ վարեցի սիրելի բարեկամներ, ես գրական քննադատ եմ եւ իմ գործը հենց գրողների դիտողություններ անելն է։ Շատ շատերին եմ դիտողություն արել, բայց չկա մեկը, որը ասի, որ ես իրեն վիրավորել եմ։ Վիրավորանքը տեղ պիտի չունենա գրական աշխարհում։ Առավել եւս այնպիսի մարդ, ինչպիսին վաստակ ունեցող բանաստեղծ Խաչիկ Մարտիրոսյանն է, արժանի է հարգանքի։ Ինչն է հիմա էկրանի միջոցով փոխանցում եմ քեզ, իմ սիրելի բարեկամ։ Հայ մշակութային կյանքում բացառիկ կարևորություն ունեն բոլոր մշակութային հաստատությունները, գրադարանները առաջին հերթին։ Այդ է պատճառը, որ երիտասարդների օրը մեր հաղորդաշարը անցկացրեց Արագածոտնի մարզային գրադարանում, ինչու այդտեղ, որովհետև Արագածոտնի մարզային գրադարանը տնօրեն Լուսինե Կիրակոսյան ճանաչվել է տարվա լավագույն գրադարան։ Իսկապես կարողանում են օգտագործել իրենց տարածքի ամեն մի մետրը, հստակ ներկայացնում են ժամանակակից հայ գրականությունը, թարգմանական գրականությունը, հատուկ ստենդի վրա դուք կտեսնեք դասական հայ գրողներին եւ նոր սերունդ, որ սիրում է գրականություն, որ հետաքրքրված է գրականությամբ եւ աշխուժորեն կարդում են գրքեր։ Գրադարանը պիտի հրապուրիչ լինի եւ մեր այցելության ժամանակ մենք տեսանք, որքան հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվում, որքան հոգատար են գրադարանի աշխատողները գրքասերների նկատմամբ։ Գրադարանը պարզապես կանչում է երիտասարդներին եւ այս հաճելի զգացողությունը մեզ հույս է հավատ է տալիս, որ մեր մշակութային կյանքը առաջիկայում կարթնանա։ Ես որ ներկա էի այդ միջոցառմանը, չեմ ուզում թաքցնել, ես ուզում էի անպայման ծանոթանալ ստեղծագործող որևէ անձի։ Եվ այդ հաճույքը գրադարանը ինձ պարգևեց։ Շատերն էին փայլող աչքերով նայում այն ամենին, թե ինչ էր կատարում միջոցառման ընթացքում, բայց ահա գալիս է երիտասարդ մի ստեղծագործող, որը սեր ունի իր սրտի մեջ։ Երիտասարդ այդ աղջիկը խոսեց գրականության մասին, իր երազանքի մասին եւ կոչով դիմեց երիտասարդներին։ Ես կարծում եմ այս միջոցառումը եւ առհասարակ լավ գրադարանի, լավագույն գրադարանի այս փորձը պիտի հանրահռչակել։ Մենք ուզենք, որ Արագածոտնի մարզային գրադարանի փորձին հետևեն մյուս գրադարանները եւս։ Իսկ այս պահին առաջարկում եմ լսենք, թե ինչ էր ասում երիտասարդ գրողը, ում մենք հայտնաբերեցինք Արագածոտնի մարզային գրադարանում։ Ասեմ նաև, որ կան հետաքրքիր նախաձեռնություններ են իրականացնում այդտեղ, որ առաջիկա թողարկումներում մենք անպայման կանդրադառնանք այն բոլոր ձեռնարկներին, նախաձեռնություններին եւ ծրագրերին, որ իրականացվում են գրադարանում։ Կոչվում է հեքիաթային թիթեռնիկներ, հեքիաթային, որովհետև հեքիաթների մեջ որ թիթեռները երկար են ապրում, իսկ իրական կյանքում 1 օր։ Ու տենց հետո իմ կյանքի մասին եմ գրել, որ ապրում եմ փոքրիկ մի գույնզգույն աշխարհում, գույնզգույն, որովհետև այնտեղ ինձ կյանք են տվել իմ ընտանիքը, ու հետո պատմել եմ իմ դժբախտ պատահարի մասին, որ ես դեռ փոքր եմ եղել, որ մայրիկս մահացել է, ինձ մենակ պահել է իմ տատիկը, իմ մոր եղբայրը։ Ու տենց պատմում եմ, որ ոնց է մայրիկը, որ պատվիճակին էր դեռ մահամերձ էր, ու նա ասել էր, որ աշխարհում կան բաներ, որոնք չեն վաճառվում։ Բարությունը, ընկերությունը, գեղեցիկ եւ օգտակար արարքները, դրանք ամեն տեսակ հարստությունից էլ թանկ են։ Ու ես միշտ այդ խոսքերը միշտ պահում եմ իմ սրտում, ու տատիկս էլ, որ միշտ դպրոցում տենց երեխաների ծաղրին կոպիտացած բուլինգի մեջ ենթարկվում, ու ասում էր տատիկս, որ դու յուրահատուկ ես հենց քո տեսակով, դրա համար պիտի հենց տենց էլ մնաս։ Ու հիմա մանկաբույժ եմ ուզում դառնամ, հիմա արդեն քոլեջից ընդունվել եմ, 20-ից 20 եմ ստացել, ու մեծ ցանկություն ունեմ տատիկիս ու եղբորս օգնելու։ Շնորհակալություն։ Ես եկացի լավ Մազգանում։ Մերի Դանիելյան։ Մերի Դանիելյան։ Մերի Դանիելյան։ Վերջերս հրավիրված է Երևանի պետական համալսարան եւ Չարենցի փողոցը անցնելու նպատակով օգտվեցի գետնանցումից։ Երանի չանեի այդ բանը, որովհետև այն ինչ որ ես տեսա գետնանցումի մեջ, անցնելով գետնանցումը, ուղղակի սարսափելի մի մղձավանջ էր, որը պատել էր ինձ։ Պատերը այլանդակված, այլասերված
նկարներով, ոչ մի ազատ տեղ ամբողջովին գեղարվեստականության, արվեստի հետ կապ չունեցող պատկերներ, ասես թշնամին մտել է մեր տարածք, մտել է մեր մայրաքաղաք, այն աղավաղելու, այլասերելու, այլանդակելու նպատակով։ Ուղղակի սարսափի զգացումը ինձ չէր լքում։ Երբ փորձեցի տեսա նկարահանել այն ինչ որ կար։ Նպատակս մեկն է, սիրելի բարեկամներ, մենք պիտի ուշքի գանք, այսպես ապրել չի կարելի։ Ինչու՞։ Որովհետև գիտեք, ամեն ինչ կրթում է մեր սիրտը ու մեր հոգին։ Մենք ոչ միայն այն ենք, ինչ կարդում ենք, մենք նաև այն ենք, ինչ դիտում ենք։ Մենք այն քաղաքն ենք, որի մեջ ապրում ենք, մենք այն գետնանցումն ենք, որով անցում են մեր երեխաները։ Դուք երբև մտածել եք, ինչ այլասերության հետ են բախվում մեր երիտասարդները, անցնելով Երևանի փողոցներով, մտնելով գետնանցում։ Ով է այդ մասին մտածելու։ Ես մեր հաղորդաշարի օգնությամբ դիմում եմ Երևանի քաղաքապետարանին այս հարցը կարգի բերելու հստակ պահանջով։ Մենք սրան միշտ կանդրադառնանք, որովհետև այսպես չի կարելի վարվել երիտասարդ սերնդի հետ։ Մենք ձևավորված ենք, խոսքը ավակներից մասին է, բայց մեր դպրոցականները, մեր երեխաները, նրանք ինչ են տեսնում այս այլասերվածության ու անբարոյականության մեջ։ Այսպես մենք դաստիարակում ենք նրանց, այսպես սերունդ ենք ուզում վաղը ունենալ։ Իմ բարեկամը Միշել Փոլադյանը ժամանակին մի սքանչելի հոդված գրեց կամարի ստվերը։ Այդ հոդվածը գտավ իր գրքի մեջ եւ մինչեւ հիմա հիացմունքով հիշում եմ այն բերկրանքը, որ ես ապրեցի այդ գիրքը կարդալով։ Միշել Փոլադյանը պատմում է, որ Երևանը կառուցված է մշակութային խորհրդանիշների վրա։ Ես ուզում եմ քայլել, գրում է իմ բարեկամը Միշել Փոլադյանը, եւ տեսնում եմ նշանային կենտրոններ, ահա Մատենադարանը, որ հսկում է քաղաքի վրա, ահա օպերայի շենքը, որ ցույց է տալիս ճանապարհ դեպի արվեստ, ահա հրապարակը, որ իբրև պետականություն կայանում է այս երկու հենարանների վրա, Մատենադարանը, որը պատուհաններ չունի, եւ քանի որ հսկում է գաղտնիքը, Մատենադարանում գաղտնիք կա, ահա ինչու Մատենադարանը պատուհաններ չունի, եւ օպերան, որը մեր արվեստի խորհրդանիշն է, եւ մեր պետությունը, որը պիտի հենվի Մատենադարանի եւ օպերայի մշակութային հենասյուների վրա։ Սա է Երևանը իբրև նշան, եւ մենք ամեն օր կորցնում ենք Երևանը։ Այլևս մեր եկեղեցիները չեն երևում, որտեղ շրջապատված են բարձրահարկերով, հոգևոր աշխարհը նահանջում է, իսկ գետնանցումները դարձան վառ ապացույց, թե ինչ այլասերություն է մուտք գործել Երևան։ Զգուշանանք, բարեկամներ, սա անտեսել չի կարելի։ Եվ մեր այս թողարկման ավարտին մի խնդրի մասին, որը ոչ թե տարիներով, տասնամյակներով Հայաստանում չի լուծվում։ Խոսքը վերաբերում է մեր ավանդական գեղեցիկ տոնին Վարդավառին։ Այո, Վարդավառը հրաշք է։ Դարեր շարունակ մեր ժողովրդի երջանկությունն է եղել Վարդավառը։ Տղաներ, աղջիկներ, սիրուն, զարդարված, ազգային հանդերձանքով դուրս են եկել դաշտ ու այգի եւ ցողել են միմյանց վրա ջուր։ Վարդավառ, հրաշալի մի տոն։ Ինչ բարբարոս ձևերով են այն իրականացում այսօր եւ տասնամյակներ շարունակ։ Այդ մասին պիտի խոսի մեր եկեղեցին, այդ մասին պիտի խոսի մեր մտավորականությունը։ Բանն այն է, որ տարբերություն չդնելով, թե ով է, ում են հանդիպել, ինչ ջուր կա դույլի մեջ, այդ ջուրը գուցե եւ կեղտաջուրը լցնում են մարդկանց գլխին, արդարացնում նրանով, որ իբր թե Վարդավառ են նշում։ Այդպես չի, սիրելի բարեկամներ, այդպես չեն նշել Վարդավառը եւ հետաքրքրում պիտի ասեմ, որ ավանդաբար այդ տոնը նշել են գյուղերով, ընկերներով եւ երիտասարդները դուրս են եկել փողոց, միմյանց ջրել են, ոչ թե անցորդին, որը այդ պահին կարող է հիվանդանոց է գնում, որը ունի գուցե տկարություն, հիվանդություն, նախկինում բազմաթիվ վթարներ են եղել այլասերված ձևով Վարդավառը նշելու հետևանքով, ջուրը շփել են վարորդի դեմքին, մեջան վթարի է ենթարկվել եւ հիմա ծայրահեղ մի վիճակ, որը միջազգային սկանդալի կարող է վերածվել։ Բանն այն է, որ այդ կեղտաջուրը լցրել են մի ռուս կնոջ վրա,
Նադեժդա Պիրաշկովա, որը շատ անբարենպաստ ձևով է արձագանքել վատ արտահայտություններով բնական է, վիրավորված կին է, որին թրջել են, գուցե նա շատ կարևոր հանդիպման էր գնում, ով է ձեզ իրավունք տվել այդ ալասերված արարքը գործել, եւ հիմա էլ Նադեժդայի դեմ մեր քաղաքական քրեական մարմինները քրեական վարույթ են սկսել։ Այ քեզ բան, եւ այս բոլորը հետևանք է մի անգիտության։ Մեր հանրությունը չգիտի ինչպես տոնի Վարդավառը։ Բարեկամներ, վերադառնանք մեր ակունքներին, սովորենք մեր ազգային ծեսերը կատարել ճիշտ։ Այսօր այսքանը, ստեսություն։